21-րդ դարում առողջապահությունը թռիչքաձև զարգանում է։ Կրթության ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները նաև Հայաստան են հասնում։ Բժշկական համալսարանի մասնագետները քննարկում են ապագա բժիշկների կրթության արդիականացման հիմնահարցերը։ Համաշխարհային առողջապահության տենդենսները շատ արագ են, ինտենսիվ են եւ ուսումնական process-ը պետք է կարողանա զուգընթաց գնալ դրան, որպեսզի մենք կարողանանք աշխատաշուկա ներկայացնել այդ օրվա պահանջներին համահունչ բժիշկների։ Բժշկության մեջ օգտագործվում են նաև արհեստական բանականության գործիքներ, որոնց ուսանողները պետք է տիրապետեն ուսանողական նստարանից։ Վերջին 3 տարում մենք աշխատել ենք IT ընկերների հետ մեր եւ ունենք շատ հետաքրքիր մշակված եռալեզու ծրագիր, որը հնարավորություն է տալիս ուսանողներին անընդմեջ առանց սահմանափակման օգտվել այդ ծրագրից եւ օրվա ցանկացած ժամին, ցանկացած տեղից մտնել եւ ուսուցանվել կլինիկական լուրջ դեպքերի միջոցով, որոնք վերցված են համաշխարհային լուրջ ժուրնալներից, մոտավորապես մինչև 1 միլիոն դեպքի մասին է խոսքը։ Բացի նորարար մեթոդներից գիտաժողովի օրակարգում են նաև ուսանողների գնահատման համակարգերի փոփոխությունները։ Գնահատման համար նոր համակարգում, կրթական համակարգում հին մեթոդներից պետք է հրաժարվել եւ վերցնել նոր մեթոդներ, որը կգնահատի ոչ միայն տեսական գիտելիքն ու կարողությունը, այլ նաեւ կբացահայտի ուսանողի նոր հնարավորությունները, նրա մտածելու, տրամաբանելու, պատճառ հետևանքային կապերը գտնելու եւ դրանց հիման վրա նյութը վերլուծելու եւ ինչու՞ չէ նաեւ ինտեգրացիան ավելի բարձր կուրսերում ապահովելու նպատակով։ Բուհում միշտ հետևում են այլ համալսարանների փորձին, տեղայնացնում լավագույն նախագծերը։ Նախորդ տարի բժշկական համալսարանի բուժական գործ կրթական ծրագիրը ստացել է միջազգային հավատարմագրում։ Ուսումնասիրել ենք տարբեր համալսարանների եւ ուսուցման process-ը եւ կրեդիտավորման համակարգը եւ գնահատման համակարգը եւ ինչու՞ չէ շատ բաներ վերցրել ենք նաեւ այդ համակարգերից, այդ համալսարաններից, որոնք այո մեզ առաջնորդող են եւ օգնող են եւ ստեղծել ենք մերը տեղայնացնելով մեր բժշկական կրթությանը։ Մասնագետները վստահ են, բժշկական կրթության մեջ նոր տեխնոլոգիաների ինտեգրումը կնպաստի մեր երկրում որակյալ կադրերի պատրաստմանը։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։